Սրա նմաններին արդեն հոգնել եմ պատասխանում։ Կայֆ եք ստանում այդպես կոմենտներ գրելուց։ Քո տղուն ոչ մեկն է պրետենդավաց չի անում։ Փեշի տակ բայ։ Այսինքն են մեր զոհված տղերքը հեչ էին էլի, իրանց մամաներ չէին։ Դու էլ մեծ այստեղ բլթացնում ես։ Ես պատերազմ չեմ ուզում, ես միշտ պրոտիվ եմ պատերազմի։ Ես արդարություն եմ ուզում, որ մեր մահերը իզուր չլինեն։ Այստեղ տղա ունենալ չունենալը չի հարցը։ Այստեղ հայրենիքը սիրելն է հարցը։ Կարաս տղա ունենաս, բայց հեչ բաներն է։ Կարաս աղջիկ ունենաս, 1000 հատ տղա արժենա։ Այդ որ սարկազմով ու խնդալու սմայլիկներով գրում ես, բանտի լստացրին քեզ չոքնեց։ Այ, սուտի բլոգեր։ Հա, գիտես, այնքան սուտի եմ, որ Ադրբեջանը ուզում էր ինձ տաներ իր մոտ։ Այնքան աննշանակալի գործունեություն եմ անում, որ ինձ շտապ ուզել էին տանել։ Ու ոչ մի բանտ հայրենիքը սիրող մարդուն չի կարող հանգստացնել։ Գտնվելով ինձ համար վտանգավոր երկրում, ներկայումս ես իմ գործունեությունը շարունակում եմ, ապացուցելով, որ ոչ մեկ ինձ չի կարող վախեցնել։ Իմ հայրենիքը ու հայրենասիրությունը իմ կյանքից թանկ է իմ համար։ Ինչը որ դու ու քո նման նիկոլականները կյանքում չեն հասկանա։ Թուրքի հետ գնա բարեկամացի։ Տղուտ այն բանից կանեն, նոր կհասկանաս, թե Թուրքի հետ բարեկամանալը ինչ է։ Ես ուղղակի ապշած եմ մնում էլի ձեր նման ուղեղ ունեցող մարդկանց վրա։ Դուք ո՞նց եք մտածում, հա? Այդ որը տենց սա հանձնեց ու պատերազմ չի ուզում խաղաղություն, հեսա սաղ տները առնում են, լցվում են այդտեղ ու քո նմանները թողնելու են Հայաստանից փախնեն։ Խայցա ես ինձ հասկացա դու դաժանսկի Հայաստան չես էլ ապրում, բայց մեծ բլթացնում ես։ Նայ հա, բերանը չափավոր բացի։ Ես թույլ չեմ տա, ինչ որ մեկը ստեղ ինձ վիրավորի։ Գնացեք թուրքամոլներին վիրավորեք, այդ քո Փաշինյանի ազնագազմին։